Շնորհակալություն ենք հայտնում MTech խանութսրահին համակարգչային տեխնիկան մեզ տրամադրելու համար։ MTech համար մեկ ուղին դեպի վիրտուալ աշխարհ։ Ողջույն բոլորին, ձեզ հետ է Արսենը եւ դուք դիտում եք Ecocom Պալիքը։ Եվ ինչպես խոստացել էի նախորդ վիդեոյում, այսօր խոսելու ենք Gigabyte GTX 980 Ti տեսակարտի մասին։ Կարծեմ դուք նույնպես ինձ հետ համաձայն կլինեք, որ այս պահին ավելի ճիշտ կլիներ խոսել 10-րդ սերնդի որևէ տեսակարտի մասին, թե 1070-ի, թե 1080-ի մասին, բայց հանգիստ եղեք այդ տեսակարտերը արդեն ճանապարհին են, շուտով նրանց ցուցադրումը եւ տեստերը նույնպես լինելու են, այնպես որ այսօր կխոսենք GTX 980 Ti Gigabyte-ի մասին, որն էլ ուշադրություն Extreme Gaming Edition-ն է։ Գնացինք։ Եվ այսպես որպես սկիզբ մեր ցուցադրման այժմ կատարենք unboxing, որից հետո արդեն կանդրադառնանք մեր տեսակարտի բնութագրին։ Եվ այսպես ինչպես արդեն ասել էի, Gigabyte Extreme Gaming Edition GeForce GTX 980 Ti-ն է մեզ մոտ գտնվում։ Սկզբից տեսնենք ինչ կա պատկերված ընդհանրապես տոփի վրա, որից հետո արդեն կանդրադառնանք unboxing-ին, տեսնենք թե ինչ աքսեսուարներ է իր հետ առաջարկում Gigabyte-ը։ Եվ այսպես սկզբում այստեղ տեսնում ենք նշված Game Stream, GameWorks, G-Sync եւ DirectX 12 այսպես հնարավորությունը, որը արդեն բավականին արդի է, քանի որ Windows 10-ի հետ արդեն առաջարկում է DirectX 12 ֆունկցիան, արդեն բավականին արդի են այս կարգի տեսակարտերը։ Ներքևի հատվածում տեսնում ենք մանրամասներ, այսպես ֆունկցիաների, ֆունկցիոնալ եւ այլ մանրամասնություններ, տեսնում ենք, որ ամբողջովին համապատասխանում է Windows 10-ի հետ աշխատանքին, ինչպես նաեւ Nvidia Shield եւ բնականաբար ունի HDMI, որ բոլորս գիտենք, բոլոր տեսակարտերը այս պահին կա։ Ետևի կողմում տեսնում ենք, որ նշված է, որ տեսակարտը ունի նաեւ LED լուսավորվածություն, որը ես ընթացքում կասեմ ինչպես է աշխատում, քանի որ այն ունի հատուկ իր սոֆտը իր հետ աշխատող OC գուրուն է բնականաբար հանդիսանում այդ սոֆտը, բարձրորակի կոնդենսատորները տեղադրված տեսակարտի վրա ավելի ապահով աշխատանքի համար, ինչպես նաև տեղադրված է super overclocking մի կոճակ, որը որ սեղմելով մենք ամբողջովին անցնում ենք մանուալ ռեժիմ եւ կարող ենք առանց սահմանափակումների տեստավորել տեսակարտը overclocking-ում։ Ինչպես նաև նշված է, որ տեսակարտը օժտված է 3 cooler-ով WindForce տարբերակով հովացման համակարգի։ Դե ինչ կարծում եմ այսքանը, միանգամից տեսնենք թե ինչ կա ներսում եւ կատարենք unboxing։ Եվ այսպես տուփը հանված է, միանգամից տեսնում ենք շատ գեղեցիկ լոգոտիպ Extreme Gaming-ի։ Հուսով եմ այնտեղ կլինի ստիկեր։ Բացում ենք տուփը եւ միանգամից տեսնում ենք մեր տեսակարտը։ Ես մտածում եմ, որ այստեղ կլինի եւս մի պաշտպանիչ թիթեղ, որից հետո մենք կտեսնենք տեսակարտը, բայց ոչ, միանգամից տեսակարտը մեր աչքին ընկնում։ Բացելով տուփը, այսպես արդեն տեսնում ենք ներսում 3 կուլերները, մի պակ կողք դնենք եւ տեսնենք թե ինչ կա ներսում բացի տեսակարտից։ Տեսնում ենք quick guide-ը, որը այսպես արագ ցույց է տալիս թե տեսակարտը ինչպես է տեղադրվում, ինչ գործողություններ են այնտեղ կատարվում ընդհանրապես միացման համար տեսակարտի։ Տեսնում ենք DVD-ROM-ը նախատեսված տեսակարտի համար եւ կարծում կլինի OC գուրուն հատուկ Gigabyte-ի սոֆտը, որը որ եւ մոնիտորինգ է ցույց տալի եւ նաեւ այն ծրագրային սպասարկումն է, որով մենք կարող ենք իհարկե փոփոխել եւ կոնկրետ պրոֆիլների միջոցով կարգավորել մեր LED լույսերի համակարգը։ Անցնում ենք առաջ, այսպիսի շատ հետաքրքիր մի աքսեսուար ենք տեսնում։ Կարծում եմ սա բոլորիս շատ հայտնի ձեռքի սրբիչներից է, ինչպես արդեն հասկացանք, այսպես, որը որ այսպես հագնում են ձեռքի վրա։ Սա կարծում եմ շատ համապատասխան կլինի այսպես մոլի գեյմերների համար մրցույթներում, որոնք այսպես համակարգչով խաղալուց արդեն անհանգստությունից կրտինք է առաջանում ճակատին, այսպես միանգամից սրբելու հնարավորություն է տալիս, այսինքն տեսակարտի բրենդը ասում է, որ այնքան դուք տարված կլինեք խաղով այս տեսակարտի շնորհիվ, որ դες անպայման սրբիչը պետք է գա։ Բավական հետաքրքիր է։ Եվ վերջում տեսնում ենք իհարկե շատ գեղեցիկ մետաղյա ստիկեր։ Այսպես շատ գեղեցիկ մետաղյա ստիկեր Extreme Gaming-ի իհարկե նշանով շատ հաճելի է տեսնել այսպիսի որակյալ ստիկերներ։
Ինչպես նաև միացման մալուխը, որը որ 2.6 պինից ստանում ենք 8 պին կոնեկտոր, այլևս ոչինչ կարծում եմ չկա տուփի մեջ։ Այժմ բոլոր աքսեսուարները լցնենք իր տուփի մեջ եւ տեսնենք թե տեսակարտը ինչ տեսք ունի։ Եվ այսպես 980 GTX Extreme Gaming Gigabyte Ti-ը մեր առջև է։ Եվ ինչպես որ նկարված էր տուփի վրա, ունենք 3 հովացման, այսպես հովացուցիչներ, 3 կուլերներ ունենք։ Հովացուցիչը բավականին մեծ է, կարծում եմ այն 3 սլոտ որպես կհաշվի քեյսի մեջ։ Դե ինչ unboxing-ը արդեն կատարված է, այժմ անդառնանք արդեն բնութագրին։ Ինչպես բոլոր 9-րդ սերնդի տեսակարտերի պրոցեսորները, այնպես էլ GTX 980 Ti-ի պրոցեսորը պատկանում է Maxwell ցեղատեսակի պրոցեսորների շարքին, որի համակարգային տեխնոլոգիան կազմում է 28 նանոմետր։ Արտաքին մասշտաբները համապատասխանում են ATX ստանդարտներին, հաստությունը 51 մմ, երկարությունը 287 մմ եւ լայնությունը 134 մմ։ Կապված հոսանքի հետ ասեմ, որ տեսակարտին միանում է 2.8 պին կոնեկտոր, որի աշխատանքի համար ուշադրություն հարկավոր է ընդամենը 600 Վտ սնուցման բլոկ։ Նաև նշեմ, որ տեսակարտը իր վրա կրում է 6 GB GDDR5 հիշողություն, որը աշխատում է 7200 MHz-ով, իսկ memory bus-ը կազմում է 384 բիտ։ Նաև նշեմ, որ տեսակարտը օժտված է overclock-ի երկու ռեժիմով։ Առաջինը OC mode, երկրորդը gaming mode։ OC mode-ի եւ gaming mode-ի տարբերությունը դուք տեսնում եք արդեն ձեր էկրաններին։ Ելքերի հետ կապված ասեմ, որ ունի Dual Link DVI-I, 1 HDMI եւ 3 DisplayPort, որը հնարավորություն է տալիս միացնել միաժամանակ 4 մոնիտոր։ Տեսակարտի մաքսիմում թվային կետայնությունը կազմում է 4096-ը 2160-ի վրա, իսկ անալոգիական մաքսիմում կետայնությունը կազմում է 2048-ը 1536-ի վրա։ Կապված ռենդերի եւ էքսպերտների հետ նշեմ, որ մոնտաժային աշխատանքներ այս տեսակարտը կատարում են նույնպես հիանալի, քանի որ տեսակարտը զինված է 2816 CUDA core-ով։ Իսկ դա ավելին է քան բավական։ Կապված տեխնիկական հատկանիշների հետ ասեմ, որ տեսակարտի հակառակ կողմը ողջ երկայնքով պատված է մետաղյա թիթեղով, որը պաշտպանում է տեսակարտի տեխնիկական վնասվածքներից, ինչպես նաև նպաստում ավելի էֆեկտիվ հովացմանը։ Իսկ որպես հովացման համակարգ, այստեղ հանդես է գալիս WindForce տարբերակը, որը ինչպես մենք գիտենք, բաղկացած է բավականին խոշոր հովացուցիչից եւ 3 կուլերից, որոնց թաթիկները ունեն յուրահատուկ կառուցվածք, որն էլ նպաստում է ավելի մեծաքանակ օդի հոսքի մղմանը դեպի հովացուցիչ։ Իսկ այս բանը ձեզ եմ ուզում ներկայացնել OC Guru ծրագրային սպասարկումը, որտեղ կատարվում է LED լուսային համակարգի կառավարումը։
Ինչ այսօր այսքանը կապված GTX 970 Ti տեսակարտի մասին GB Extreme Gaming Edition առաջարկով։ Եթե հավանեցիք վիդեոն, դնում ենք like, եթե չհավանեցիք, բնականաբար դնում ենք dislike, միանում ենք իհարկե YouTube-ի ալիքին, ինչպես նաև Facebook-ի էջին կարող եք միանալ, որտեղ ամենաշուտն են լինում սպոյլերները։ Այնպես որ կհանդիպենք մոտ ապագայում, առջևում ունենք բավական հետաքրքիր նյութեր, այնպես որ այդ ամենը բացմի թողեք, մնացեք մեզ հետ։ Եվ վերջում, կարող եք գուշակել ինչ է սա։ Պատասխանները գրեք կոմենտներում։